Ազատ լուրերը շարունակում է աշխատանքը, ես Արա Աբրահամյանն եմ, բարև ձեզ։ Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարին կայցելի Հայաստան եւ Ադրբեջան գրել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական հարթակում։ Իր գրառման մեջ ԱՄՆ նախագահի երախտագիտությունը հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ադրբեջանի նախագահ Ալիևին եւ Հայաստանի վարչապետ Փաշինյանին անցյալ տարվա օգոստոսին ստորագրված խաղաղության համաձայնագրի պահպանումն ապահովելու համար։ Դա սոսկալի պատերազմ էր, այն 8 պատերազմներից մեկը, որոնք ես ավարտել եմ եւ այսօր մենք ունենք խաղաղություն եւ բարգավաճում։ Փետրվարին Միացյալ Նահանգների փոխնախագահ Վենսը կայցելի երկու երկրներ շարունակելու մեր խաղաղարար ջանքերը եւ առաջ մղելու միջազգային խաղաղության եւ բարգավաճման Թրամփի նախաձեռնությունը։ Մենք կամրապնդենք մեր ռազմավարական գործընկերություն Ադրբեջանի հետ, կկնքենք Հայաստանի հետ խաղաղ միջուկային գործակցության համաձայնագիր, պայմանագրեր կստորագրենք մեր առաջատար կիսահաղորդչային արտադրողների համար, նաեւ Ադրբեջանին կվաճառենք Միացյալ Նահանգներում արտադրված պաշտպանական նշանակության միջոցներ, ներառյալ զրահապաշտպանիչ հանդերձանք, նավակներ եւ այլ սարքավորումներ։ Կայացել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի պայմանավորվածությունների իրականացման Հայաստան-ԱՄՆ աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը։ Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը եւ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Սոնաթա Քոլերթը ողջունել են նույն օրը Դավոսում հանդիսավոր արարողության ժամանակ ԱՄՆ նախագահի նախաձեռնած խաղաղության խորհրդի ստեղծումը եւ կառույցին Հայաստանի որպես հիմնադիր անդամ միանալը։ Երկուստե գոհունակությամբ արձանագրվել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման ուղղությամբ արձանագրված առաջընթացը եւ որպես եւս մեկ կարևոր ձեռքբերում առանձնանշվել է Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման նախագծի Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի ընդունումը։ Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Աբդուլ Քադիր Ուրալօղլուն Բաթման քաղաքում հանդիպել է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Հանդիպան ընթացքում նախարարը անդրադարձել է Զանգեզուրի ճանապարհային կապի թեմային, նշելով. «Ներկայում մենք շարունակում ենք Կարս, Իգդիր, Ալալըկ Դիլուջու երկաթգծի կառուցման աշխատանքները, որը կապահովի Զանգեզուրի ճանապարհային կապը, վերջինս էլ կհզորացնի միջին միջանցքի ներուժը։ Նախիջևանի նաև Հայաստանում եւ Ադրբեջանում համապատասխան հատվածների կառուցմամբ նախատեսվում է կյանքի կոչել Զանգեզուրի ճանապարհային կապը։ Ըստ Ուրալօղլուի դա ավելի արդյունավետ կդարձնի Չինաստանից Մեծ Բրիտանիա ուղևորվող բեռների երթուղին։ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հակոբյանը հանդիպում է ունեցել իր ղեկավարած գերատեսչության աշխատակիցների հետ, ներկայացրել այն հաջողությունները, որոնք ձեռք են բերել վերջին շրջանում։ Նա նաև անդրադարձել է համակարգում առկա կոռուպցիոն մի շարք երևույթների, ընդգծել, որ լինելու է զրո հանդուրժողականություն կոռուպցիայի դեմ պայքարում։ Ոչնչից չվախենաք եւ ոչնչից չընկրկեք, շարունակեք նույն ոգով, հորդորեց պետնախագահ Էդվարդ Հակոբյանը իր ենթականների հետ հանդիպման ժամանակ։ Իսկ հանդիպման նպատակն էր կոռուպցիայի դեմ պայքարի գործողությունների արդյունավետ համակարգումը, որին բախվում է գերատեսչությունը վերջին շրջանում։ Նրա խոսքով կառույցն արդեն իսկ առողջանում է եւ դրա մասին են վկայում այն ձեռքբերումները, որոնք ունեցել է ՊԿ։ Ըստ նրա այդ ձեռքբերումներից են տարեկամուտքերը, նաեւ խոշոր բացահայտումները ստվերի եւ մաքսանենգության հետ կապված։ Էդվարդ Հակոբյանի խոսքով կառույցի այս ձեռքբերումներն են, որ որոշակի շրջանակների հանգիստ չեն տալիս, նրանց մշտապես վախի մեջ են պահում։ Նա ընդգծեց կոռուպցիայի նկատմամբ որդեգրած զրո հանդուրժողականությունը պետք է լինի անխախտ եւ շարունակական։ Իրականում կոռուպցիան ու ստվերը չարիք են բառից ամենաուղիղ իմաստով։ Եվ երբ որ ինչ որ մեկը թույլ է տալիս, որ այդ չարիքը իր միջավայրը պղտորի, տեղի ունենում այն ինչ որ տեղի ունենում։ Եվ մենք այդ չարիքի դեմ անխնա պայքար ենք մղում, եւ դա է պատճառը, որ այսօր ունենք այսպիսի երևույթներ։ Էդվարդ Հակոբյանը նկատեց, որ համակարգի ներսում առողջացման միտումներից են նաեւ այն խոշոր մի քանի տասնյակ բացահայտումները, որոնց մասին չեն բարձրաձայնվել։ Վերջինս հիշեցրեց այն կարևոր սկզբունքները, որոնք որդեգրվել են, վստահեցնելով այդ ուղուց չեն շեղվելու որպես պետական պաշտոնյաներ եւ մարդիկ, որոնք ծառայում են Հայաստանի Հանրապետությանը։ Չի հանդուրժվելու միջակցությունը հին կարծատիպերի դրսևորումը։ Երկրորդ, մարդակենտրոնությունը եւ մարդկային արժեքները լինելու են առաջին տեղում եւ կան առաջին տեղում։ Հայրենիքի զարգացմանը նվիրումը պետք է նկատվի բոլոր գործողություններում։ Կոռուպցիոն եւ անօրինական ցանկացած երևույթ կոշտ արձագանք է ստանալու։ Պետնախագահն իր ելույթում հայտնեց, որ առաջիկա կարևոր անելիքներից են լինելու կադրային փոփոխությունները։ Հիմնական նպատակը համակարգի ներսում կոռուպցիոն երևույթներից վերջնականապես ազատվելն է։
Այլ թեմաներ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին 2 հայց է ներկայացրել Տեր Արամ Քահանայի դեմ դատարանից պահանջելով պարտավորեցնել նրան վերադարձնել Արագածոտնի մարզի աշտարակամենքի Օհանավան գյուղի եկեղեցու բանալիները, նաև հատկացված բնակարանը։ Անցող շաբաթվա քրեական քրոնիկոն։ Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Վարդան Հարությունյանը 300 միլիոն դրամ գրավ է վճարել եւ ազատ արձակվել, վերջինիս նկատմամբ խափանման միջոց են տրվել վարչական վերահսկողությունն ու բացակայելու արգելքը։ Դատախազությունը վերանայման բողոք է ներկայացրել դատարան։ Վարդան Հարությունյանը մեղադրվում է ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության եւ փողերի լվացման մեջ։ Վարդան Հարությունյանի պաշտպանական խումբը հայտարարել էր, որ կալանքի ականհայտ անհամաչափ եւ ոչ իրավաչափ կիրառման վերաբերյալ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանին հասցեագրված գրված արդեն իսկ մշակվել է եւ օրերս մուտքագրվելու է Եվրոպական դատարան։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել Հայաստանի պաշտպանության նախարարության Արմավիրի զինվորական կոմիսարիատի ստորաբաժանումներից մեկի պետի եւ եւս 3 անձի նկատմամբ։ ՊՆ Պաշտոնյան մեղադրվում է վարժական հավաքների ենթակա անձանց նշված հավաքներից ապօրինի ազատելու գործընթացը կազմակերպելու դիմաց խոշոր չափով կաշառք ստանալու մեջ։ ՊՆ Պաշտոնատար անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է։ Գլխավոր դատախազության վարույթներով 2025 թվականին պետությանը պատճառած վնասները վերականգնել են հանրությանը լավ հայտնի նախկին պաշտոնյաներ եւ նրանց ընտանիքի անդամներ։ Նրանց թվում են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբոր, ՀՀԿ-ական նախկին պատգամավորների հարազատներ։ Դատարան ուղարկված վարույթներով առաջատար են Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ փոխկապակցված անձանց գործերը։ Ջրային պարեկներն ապօրինի ձկնորսության դեպք են բացահայտել հսկողությունը շարունակվում է։ Սևանա լճից սիկ տեսակի ձկան ապօրինի որսի կանխարգելման միջոցառումների շրջանակում Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկները Երևան-Սևան Իջևան ավտոճանապարհի 72-րդ կիլոմետր հատվածում կանգնեցրել են Ծովագյուղի 37-ամյա բնակչի վարած Opel Magnish-ի մեքենան։ Ստուգմամբ պարզվել է, որ մեքենայում կա 520 սիկ տեսակի ձուկ, ընդհանուր 149 կիլոգրամ եւ 2.4 կիլոգրամ ձկնքիթ։ Հայտնաբերվածը հանձնվել է բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժին։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։ Բուսական եւ կենդանական աշխարհին պատճառված վնասի չափը պարզվում է։ Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Վանաձորի եւ Սարամեջ գյուղի բնակիչ 17-ամյա երկու տղաներ տեղադրելու միջոցով իրացնում են թմրամիջոցներ։ Վանաձորի Տիգրան Մեծի փողոցում նրանցից մեկը հայտնաբերվել եւ տեղափոխվել է վարչություն, խոզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվել է կպչուն ժապավենով 4 փաթեթ եւ գաղտնի փականով դանակ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված միջոցառման արդյունքում նույն օրը հայտնաբերվել եւ վարչություն է տեղափոխվել նաեւ 17-ամյա մյուս պատանին։ Պարզվել է, որ վերջինիս թմրամիջոցով փաթեթները տվել է համագյուղացին Սարամեջի բնակիչ մեկ այլ 17-ամյա պատանի։ Նա էլ նույն օրը ձերբակալվել է։ Ըստ պատանիների, նրանք իբր գտել են թմրամիջոցով փաթեթները, որոնց մի մասը թաքցրել են Սարամեջ գյուղի սկզբնամասում։ Կատարված զննությամբ տղաների նշված վայրում հայտնաբերվել է մարիխուանայով 19 փաթեթ։ Դատարանի որոշմամբ նրանցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է վարչական վերահսկողությունը համակցված բացակայելու արգելքի եւ դասյարակչական վերահսկողության հետ։ Դատարանի վճռով Սևան ազգային պարկ Պոակինը վերադարձվել Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղի հյուսիս-արևելյան հատվածի Սևան-Գավառ ճանապարհի աջ կողմում գտնվող 15000 քառակուսի մետր մակերեսով հողամասը։ Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 5.682.000 դրամ։ Տասնամյակների դեգերումից հետո Սո Սարգսյանի անվան համազգային թատրոնը վերջապես սեփական տանիքն ունի։ Նոր ժամանակակից շենքը թույլ է տալիս թատրոնին շարունակել իր ստեղծագործական առաքելությունը, կազմակերպել պրեմիերաներ, փորձարարական ներկայացումներ եւ մշակութային միջոցառումներ։ Պաշտոնական բացման արարողությանը մասնակցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Այն թատրոնն էլ 20 տարեկան է, շենք չունի։ Ես բոլոր նախագահներին, բոլոր քաղաքապետերին դիմել եմ, գլխավոր ճարտարապետին Հայաստանում թատերական շենք ոչ մի անգամ չի կառուցվել։ Թատրոնը շատ մեծ վիթխարի դեր ունի խաղալու մեր հասարակության կյանքում։ Վիթխարի դեր ունի խաղալու պետականությունը կառուցելու գործում։ Վիթխարի դեր ունի խաղալու մատաղ սերունդին եւ ոչ միայն դաստիարակելու գործում։
Տասնամյակների դեգերումներից հետո Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը վերջապես սեփական տանիք ունի եւ պատրաստ է նոր փուլ սկսել մեծ ակնկալիքներով եւ նոր բեմադրություններով։ Արդեն տեղի է ունեցել թատրոնի նոր շենքի պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ։ Վարչապետն ու նախարարը շրջայց են կատարել շենքում, ծանոթացել ստեղծված ժամանակակից պայմաններին եւ գնահատել թատրոնի ապագա գործունեությունը։ Իսահակ Ներսիսյանի նախագծով 2019 թվականին մեկնարկած նոր շենքի շինարարությունն իրականացվել է պետական բյուջեի եւ բարերարների միջոցով։ Պետական բյուջեից համազգային թատրոնի նոր շենքի կառուցման, նորոգման եւ գույքով համալրման նպատակով հատկացվել է ավելի քան 275 միլիոն դրամ, որից 205 միլիոնը ծախսվել է գույքի եւ սարքավորումների ձեռքբերման, իսկ 70 միլիոնը շինարարության վրա։ Մասնավոր ներդրողներն ու բարերարները եւս մեծապես աջակցել են, ապահովելով ժամանակակից տեխնիկա, լուսային եւ ձայնային համակարգեր, հակահարդեհային ու ջեռուցման լուծումներ։ Թատրոնն այժմ համալրված է նոր բեմով, ժամանակակից հանդերձարաններով եւ դիմահարդարման սենյակով։ Առաջին հարկում գործում է փոքր բեմ փորձարարական ներկայացումների համար, իսկ երկրորդ հարկում տեղակայվել է մեծ դահլիճը ավելի քան 230 հանդիսականի համար, ինչը հնարավորություն է տալիս կազմակերպելու ինչպես պրեմիերաներ, այնպես էլ մշակութային տարբեր միջոցառումներ։ Նոր շենքի բացումը նշանավորվել է Մորիս Մետերլինկի Սուրբ Անտոնիոսի հրաշագործությունը ներկայացման առաջնախաղով։ Գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանի խոսքով ներկայացումը խորհրդանշական է։ Այն թատրոնի մասին պատմող ներկայացում է, որը միաժամանակ ցույց է տալիս թատրոնի ստեղծագործական հնարավորություններն ու նոր նախադրյալները։ Այն ինչ այսօր կատարվում է իսկապես հրաշք է եւ մեզ համար իսկապես շատ հուզիչ է։ Մենք նույնիսկ տեքստը ամեն անգամ գրելիս, որ թատրոնը 35 տարի սպասում էր շենքի, անverջ հուզվում ենք։ Եվ ինչպես Ֆաուստը ասում է, կանգ առ ակնթարթ, ինչքան սիրուն ես։ Մեզ համար իսկապես այս պահը անսահման գեղեցիկ է։ Որոշել ենք, որ թատրոնը պիտի բացվի առաջնախաղերով, ամեն ինչ պիտի նոր լինի, իհարկե հին ներկայացումներն պիտի ադապտացվեն այս բեմին, բայց այսօր սկսվում ենք Մետերլինկի Սուրբ Անտոնիոսի հրաշքը։ Ինչու այդ ներկայացումով, որովհետև թատրոնը ինքը հրաշք է եւ այդ ներկայացման մեջ թատրոնի մասին է եւ ուզում ենք պատմենք, թե ինչ հրաշք է թատրոնը։ Շենքի բացումը իրականացվում է փուլային տարբերակով։ Այս փուլում շահագործման է հանձնվել թատրոնի բնականon գործունեության համար անհրաժեշտ հիմնական հատվածը, իսկ առաջիկայում նախատեսվում են տեխնիկական ու բովանդակային բարելավումներ։ Սիրով պատրաստ ենք ընդունել մեր սիրելի հանդիսատեսին, որովհետեւ ավելի քան 6 ամիս մենք չենք ունեցել մեր տանիքը եւ շրջագայել ենք Հայաստանի եւ տարածքում եւ դուրս։ Մենք ունեցել ենք բազմաթիվ մարզային ծրագրեր այս ընթացքում, ինչպես նաեւ մասնակցել ենք բազմաթիվ միջազգային եւ հանրապետական փառատոների։ Ավելի քան 20,000 հանդիսատես ենք ունեցել մարզերում, որը կարելի ասել ինչ որ չափով ռեկորդային է մեկ կիսամյակի համար, այսպես ասած։ Այդ առումով գերակատարելով մեր տարեկան պլանը նույնիսկ։ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի փոխնախարար Դանիել Դանիելյանն իր խոսքում կարևորել է թատրոնի բացման պետական նշանակությունը, ընդգծելով, որ մշակութային օջախների զարգացմամբ է ամրապնդվում պետությունը։ Թատրոնի բացումը բնականաբար ոչ միայն թատերական ոլորտի գործն է կամ ոչ միայն թատերական ոլորտի ուրախությունն է, այլ մեր ամբողջ հասարակության եւ ամբողջ մեր երկրի, քանի որ թատրոն, դպրոց, մանկապարտեզ, մշակույթի կամ կրթական օջախներ բացելով մենք մեր երկիրն ենք զարգացնում, մենք մեր երկիրն ենք ու պետությունն ենք ամրապնդում այդ վայրերով, որտեղ որ լինելու է կրթություն, որտեղ որ լինելու է մշակույթ, որտեղ որ հանրահռչակվելու է մերը, որտեղ որ մեր կատարողական արվեստը, մշակույթը եւ ընդհանրապես արվեստները եւ կրթությունը եւ որտեղ այս վայրերում լինելու են ուրեմն զարգացումներ մեր պետության եւ մեր մշակույթի։ Նոր շենքը կունենա 2 դահլիճ, մի քանի խաղային հարթակ, իսկ առաջիկայում նախատեսվում է նաեւ տանիքում մշակութային միջոցառումների համար նախատեսված բաց տարածքի ստեղծում։ Շենքը փուլ առ փուլ կդառնա լիարժեք հասանելի նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց համար։ 1991 թվականին Հայ կինոյի եւ թատրոնի նախապետ Սոս Սարգսյանը հիմնադրեց համազգային թատրոնը, իր շուրջը համախմբելով Հրաչյա Գասպարյանին, Մայիս Կարագյոզյանին, Շահում Ղազարյանին, Կարեն Ջանիբեկյանին,
Դավիթ Հակոբյանին եւ բազմաթիվ այլ տաղանդավոր դերասանների։ 2003 թվականին թատրոնը ստացավ պետական կարգավիճակ, սակայն երկար տարիներ մնաց առանց սեփական շենքի։ Երկար դեգերումներից հետո համազգային թատրոնը վերադարձել է տուն, որտեղ ոչ միայն կշարունակի ստեղծագործել, այլև կներկայացնի հայկական թատրոնը աշխարհի տարբեր երկրներում։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Տեղի է ունեցել հանրապետական կոլեկտիվ 4-րդ պայմանագրի ստորագրման արարողությունը, որի նպատակն է աշխատողների եւ գործատուների միջև փոխադարձ վստահության եւ պատասխանատվության մակարդակի բարձրացումը եւ սոցիալական արդարության ամրապնդումը։ Նախորդին տեղի ունեցավ հանրապետական կոլեկտիվ 4-րդ պայմանագրի ստորագրման արարողությունը, որի մասնակից կողմերն են Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ԻԴՄՍ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, Հայաստանի արմիությունների կոնֆեդերացիան եւ Հայաստանի գործատուների հանրապետական միությունը։ Ըստ շահագրգիռ կողմերի հանրապետական կոլեկտիվ պայմանագիրը արտացոլում է պետության աշխատողների եւ գործատուների միջև ձևավորված փոխադարձ վստահության եւ պատասխանատվության բարձր մակարդակը, որն իր հերթին ամրապնդում է իրավական գործնական այն մեխանիզմները, որոնք նպաստում են արժանապատիվ աշխատանքի, սոցիալական արդարության եւ տնտեսական արդյունավետության համալրմանը։ Ստորագրման արարողությանը ներկա կառավարության ներկայացուցիչ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը կարևորեց նման նախաձեռնությունները, ընդգծելով, որ փաստաթղթի առանցքային նպատակը աշխատողների եւ գործատուների շահերի հավասարակշռված պաշտպանությունն ու նրանց միջև վստահելի եւ արդյունավետ երկխոսության կառուցումն է։ Նախարարն իր խոսքում նշեց, որ բոլոր մակարդակներում սոցիալական գործընկերության զարգացումը եւ աշխատանքային հարաբերությունների կարգավորման մեխանիզմների շարունակական բարելավումը կառավարության ծրագրի առաջնահերթություններից է։ Մենք լիահույս ենք, որ հանրապետական կոլեկտիվ պայմանագիրը եւ դրա շրջանակում ձևավորվող հանրապետական եռակողմ հանձնաժողովը կլինի եւս մեկ հարթակ, որը հնարավորություն կտա համապարփակ քննարկել սոցիալ աշխատանքային եւ սոցիալ-տնտեսական հարաբերություններին առնչվող հարցերը, ինչպես նաեւ այդ ուղղությամբ գտնել փոխհամաձայնեցված լուծումներ ազգային ծրագրերին եւ միջազգային պարտավորություններին համապատասխան։ Մենք նաև ակնկալում ենք, որ այս պայմանագրի շրջանակում եւս կունենանք արդյունավետ համագործակցություն, իրական եւ շոշափելի արդյունքներ, որոնք կնպաստեն աշխատողների եւ գործատուների շահերի պաշտպանությանն ու մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը։ Հայաստանի արմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի կարծիքով է սոցիալական գործընկերությունը պետության աշխատողների եւ գործատուների միջև ոչ միայն գործակցության հարթակ եւ ձևաչափ է, այլ կայուն զարգացման սոցիալական արդարության արժանապատիվ աշխատանքի երաշխիք, որը նպաստում է պետություն-գործատու հարաբերությունների զարգացմանը։ Եռակողմ կոլեկտիվ պայմանագիրը վկայում է մեր ընդհանուր պատրաստակամության մասին, կառուցելու փոխվստահության, երկխոսության եւ պատասխանատվության վրա հիմնված աշխատանքային հարաբերություններ։ Հավելենք, որ կառավարության եւ սոցիալական գործընկերների հետ հանրապետական կոլեկտիվ առաջին պայմանագիրը կնքվել է դեռևս 2009 թվականի ապրիլի 27-ին, իսկ Հայաստանի Հանրապետությունը դեռ 1992 թվականից անդամակցում է Աշխատանքի միջազգային կազմակերպությանը։ Իրանը Միացյալ Նահանգների կողմից իրականացված ցանկացած հարձակում անկախ դրա մասշտաբից եւ ձևաչափից կդիտարկի պատերազմի սանձազերծում եւ կպատասխանի ամենակոշտ ձևով։ Նյու Յորքում լրագրողների զրույցում հայտնել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։ Նա հայտարարել է, որ Իրանը մտադիր չէ բանակցել սովորական սպառազինությունների, այդ թվում հրթիռային ծրագրի շուրջ։ Միևնույն ժամանակ Թեհրանը պատրաստ է քննարկել այն պայմանները, որոնք կերաշխավորեն երկրի իրավունքը միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման համար։ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի շրջանակում նաեւ միակողմանի պատժամիջոցների ձևով իրականացվող ահաբեկչության դադարեցումը։ Պաշտոնյանն ընդգծել է, որ Իրանը պատրաստ չէ բանակցությունների, որոնք ի սկզբանե դատապարտված են ձախողման եւ կարող են օգտագործվել որպես նոր պատերազմի պատրվակ։ Միջազգային նորությունները տեսաշարով։ Աբու Դաբիում հունվարի 23-ի երեկոյան մեկնարկել է Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Միացյալ Նահանգների պատվիրակությունների առաջին եռակողմ հանդիպումը։ 10-ի փոխանցման բանակցություններն ընթանում են խիստ փակ ռեժիմով, առանց մամուլի մասնակցության եւ կշարունակվեն 2 օր։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ավելի ուշ նշել է, որ քննարկվում են պատերազմի դադարեցման պայմանները, սակայն արդյունքների մասին հնարավոր կլինի խոսել միայն առաջիկա ժամերին։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ երկրում հակակառավարական ցույցերի ընթացքում բախումների հետևանքով զոհվել է 3117 մարդ։ Նրա խոսքով զոհերի թվում են ինչպես քաղաքացիական անձինք, այնպես էլ անվտանգության ուժերի ներկայացուցիչներ։ Արաղչին տեղի ունեցածը որակել է որպես ահաբեկչական գործողություն։ Նա ներկայացրել է նաև երկրում վերջին ցույցերի ընթացքում պատճառված նյութական վնասների ծավալը։ Նրա խոսքով վնասվել են հարյուրավոր պետական եւ մասնավոր օբյեկտներ, այդ թվում բանկեր, դպրոցներ, մզկիթներ եւ ոստիկանական բաժանմունքներ։
Սիրիայի անցումային կառավարության ներքին գործերի նախարարությունը վերահսկողություն է հաստատել երկրի հյուսիս-արևելքում գտնվող Ռաքքա նահանգի Ալ-Աքթան բանտի նկատմամբ, որտեղ նախկինում անվտանգությունն ապահովում էին քրդերի գլխավորած սիրիական ժողովրդավարական ուժերը։ Տեղական իշխանությունների տվյալներով բանտում պահվում է շուրջ 2000 կալանավոր, սակայն իսլամական պետության անդամների թիվը չի հրապարակվում։ Ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ ուսումնասիրում են պահման պայմանները, իսկ անվտանգությունն ապահովելու համար ստեղծվել են հակաահաբեկչական մասնագիտացված խմբեր։ Քրդական ուժերի դուրսբերումը բանտից սկսվել է հինգշաբթի օրը, որի ընթացքում մոտ 800 աշխարհազորայիններ տեղափոխվել են Այն Ալ-Արաբի շրջան։ Ֆրանսիայի ազգային ժողովը մերժել է կառավարությանն անվստահություն հայտնելու երկրորդ բանաձևը, հայտարարել է խորհրդարանի ստորին պալատի նախագահ Յաել Բրոն-Պիվենը։ Նրա խոսքով նախաձեռնությանը կողմ է քվեարկել 142 падգամավոր, մինչդեռ ընդունման համար անհրաժեշտ էր առնվազն 289 ձայն։ Բանաձևը ներկայացրել էր ձախակողմյան անհնազանդ Ֆրանսիա կուսակցությունը, վարչապետին ու կառավարությանը մեղադրելով Եվրամիության եւ Մերկոսուրի միջև առևտրային համաձայնագրի ստորագրումը կանխելու հարցում անբավարար քայլերի համար։ Կառավարությունն այսպիսով պահպանել է իր լիազորությունները։ Թուրքիայի Բալքեսիր նահանգի Սնդերի քաղաքում տեղի ունեցել 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 00:24-ին եւ զգացվել մի շարք քաղաքներում, այդ թվում Ստամբուլում եւ Իզմիրում։ Այս պահին զոհերի կամ ավիրացությունների մասին պաշտոնական տեղեկություններ չեն հաղորդվում։ Թուրքիայի արտակարգ ծառայությունները շարունակում են հետևել իրավիճակին։ Այսքան այն ժամի համար կհանդիպենք։